Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է կանայք եւ քաղաքականությունը շարքի հերթական թողարկումը։ Եվ այսօր մեր տաղավարում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր եւ падգամավորի տեխնացու Արփի Դավոյանը։ Բարև ձեզ, Տիկին Դավոյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր նաեւ տոնական օր է, Հանրապետության օրն է եւ այդ առիթով շնորհավորում եմ բոլորիս ու նաեւ ձեզ։ Այդ առիթով նաեւ Հանրապետության հրապարակում զորահանդես էր կազմակերպված, դուք այնտեղից եք գալիս, ես տեսա ձեր լայվերը Facebook-ում եւ ինչ տպավորություն ունեք։ Նախ շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ, շատ տպավորված եմ եւ աննկարագրելի հույզեր առաջացրեց այսօր այս զորահանդեսը։ Կարծում եմ սա մեծագույն միջոցառում էր վերջին տարիների համար։ Ինչի հույզեր, ինչի մեծագույն, զուտ այն պատճառով կամ այն տրամաբանության շրջանակներում, որ մենք նախորդիվ ունեցել ենք շատ ծանր շրջան, պատերազմի բերումով, հա։ Իհարկե, բազմաթիվ ծանր օրեր ենք ապրել միասին, ոչ մենք, ոչ դուք առանձին վերցրած, սա մեր պետության համար կարևորագույն օրեր եւ կարևորագույն իրադարձություն, կարծում եմ, որ մեր քաղաքացիները կգնահատեն այն ամենը, ինչ այսօր տեսան, ինչ այսօր տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում։ Ինչու ընդդիմությունը չկար ձեր կողքին, ձեր շարքերում, մեկ-երկու գործչի մենք տեսանք բազմության մեջ, բայց ձեր շարքերում վերևում չկային։ Երևի հատկ չեն համարել ներկա գտնվել։ Հրավիրել եք։ Այո, հրավիրված են եղել։ Նրանք սարդարապատում էին։ Հրավիրել եք, բայց չեն եկել։ Ես տեղյակ չեմ, ճիշտ ասած, չեմ հետևել այլ իրադարձությունների, չգիտեմ ով որտեղ է եղել։ Տիկին Դավոյան, ճիշտ է, զորահանդեսը Հանրապետության օրվա կապակցությամբ Հանրապետության հրապարակում կազմակերպվեց, բայց նաև կարծիք կա, որ այն ունի նախընտրական տրամաբանություն։ Ինչու ընտրություններից այսքան առաջ, ճիշտ է, ընտրություններից առաջ է Հանրապետության օրը այդպես է ստացվել, բայց ասում են նաև նախընտրական տրամաբանություն ունի։ Դե այդպես շատ բան կարող են ասել, նախընտրական տրամաբանությամբ եւ թոշակները բարձրացան եւ առողջապահական ապահովագրությունը եղավ ըստ ընդդիմության, զորահանդեսն էլ կարող են նույն տրամաբանությամբ ասել, որ նախընտրական է, ճաշակի հարց է իրականում։ Ես արդեն որևէ տրամաբանություն չեմ փնտրում նման խոսքերի մեջ, հետեւաբար ուշադրություն անգամ չեմ դարձնում։ Զորահանդեսը տեղի ունեցել այն օրը, երբ պիտի տեղի ունենար։ Ու նաև իշխանության շրջանակներից նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ինքը արձագանքելով ընդդիմության այն մեղադրանքներին, թե 2018 թվականից սկսած մոտ 8 միլիարդ դոլարի պարտք է Հայաստանը վերցրել ու մեր պարտքը հասցրել գրեթե 14 միլիարդ դոլարի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ դուք կգաք զորահանդեսի ժամանակ եւ կտեսնեք, թե այդ պարտքը ինչի վրա է ծախսվել։ Այդ պարտքի որքան մասն է ըստ ձեզ ծախսվել այդ զինտեխնիկան ձեռք բերելու վրա եւ արդյոք մենք կարող ենք այդ զինտեխնիկան, ես ինքս փորձագետ չեմ բնականաբար եւ չեմ հասկանում, ես ընդհանրապես տեսնում եմ զենքեր, ծանր զինտեխնիկա, դրոններ եւ այլ կարգի զինտեխնիկայի միջոցներ եւ չեմ հասկանում, թե որքանով դրանց շրջանակներում Հայաստանը որքանով կարող է ապահոված գալ իրեն, որքան գումար է ծախսվել ըստ ձեզ պաշտպանական ոլորտի վրա այդ 8 միլիարդ դոլարին ձեր կամ տեղեկություններով եւ որքան ապահով կարող է զգալ այդ շրջանակներում Հայաստանը։ Ես չեմ կարող գումարը կոնկրետ նշել, որովհետեւ ըստ ինձ չեմ կարող որևէ թիվ ասել, որովհետեւ այդտեղ կոնկրետ թվերի մասին պիտի խոսքը գնա եւ ես այդ թվերին հստակ հիմա չեմ տիրապետում եւ չեմ կարող ասել եւ գուցե պետք չի ասել նաեւ, իսկ ապահով զգալու համար քաղաքացին վստահ են, որ իրեն այդ ամենը տեսնելով ապահով պիտի զգա, որովհետեւ դրան գումարվում են նաև այն պաշտպանական կառույցները, ամրաշինական աշխատանքները, որոնք կատարվում են սահմանների երկայնքով, այսինքն այս ամեն ինչը համալիր աշխատանքներ են եւ զինտեխնիկան, եւ պաշտպանական կառույցների եւ առանձին նայելը ճիշտ չի լինի, այո, մեծ գումարներ են ծախսվում, սակայն այդ մեծ գումարները ծախսվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը եւ բարձրացնելու եւ բանակի կերպափոխման համար, որը կարևորագույն մարտահրավեր էր մեզ համար եւ մենք շարունակում ենք դա չենք ավարտել եւ շարունակում ենք այդ գործընթացը կատարել։
Մյուս կողմից էլ կարծիքներ կան, թե միգուցե պետք էր ավելի զուսպ լինել, տեսեք հակադիր կարծիքներ էլ կան։ Պետք չէր շատ ցուցադրել, ինչ մենք ունենք, որովհետև ամեն դեպքում որքան էլ խաղաղության գնա Հայաստանը Ադրբեջանի հետ կամ ինչու՞ չէ նաև Թուրքիայի հետ թեև պատերազմ չենք ունեցել, բայց էլի հաշտացման գործընթաց կա։ Միգուցե պետք չէր դա ցուցադրել, ավելի ճիշտ կլիներ շատ ավելի համեստ մնալ եւ այդպեսով չցուցադրել մենք ինչ ունենք։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը հաշվեր։ Ես կարծում եմ, որ նմանատիպ կարծիքներ շատ կարող են լինել, ավելի վատ կարծիքներ էլ կարող են լինել, ուղղակի մասնագետները զբաղվում են այդ հարցերով եւ որոշում կայացնողները որոշում են կայացել նման կերպով հանդես գալ եւ որևէ խնդիր չեմ տեսնում, թե չէ կարծիքների հետևից որ գնանք, տեղ չենք հասնի, մեր հարցազրույցն էլ շատ երկար կտևի, եթե սկսենք քննարկել տարատեսակ կարծիքներ։ Ու եւս մեկ կարծիք, արդյոք ճիշտ չէր լիներ այդ զորահանդեսը ամեն դեպքում դա տոնախմբություն էր եւ դրական միջոցառում էր կազմակերպել նաեւ այն ժամանակ, երբ որ մենք Ադրբեջանում չենք, Ադրբեջանի հետ արդեն խաղաղության պայմանագիրը ստորագրած կլինենք եւ ավելի, այսպես ասած, արդարացած կլիներ մեր այդ ցուցադրությունը եւ որ գրիները Հայաստանում կլինեին։ Ես չեմ կարծում, որ մեկը մյուսի հետ կարելի է կապել, որովհետեւ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքները շարունակվում են եւ որևէ կերպ չեն դադարել, իսկ զորահանդեսը դրա հետ որևէ կապ չունի։ Նորից եմ կրկնում, կարծիքները կարող են լինել բազմապիսի եւ այն մարդիկ, որոնց ճաշակով եւ սրտով չէ այս զորահանդեսը, կարող են տարատեսակ մեկնաբանություններ անել եւ կարծիքներ հայտնել եւ քննադատել եւ քննադատություններն արդեն իսկ սկսվել են, ես վստահ եմ, չեմ հետևել դեռևս, բայց վստահ եմ եւ արդեն կլինեն եւ կարծում եմ, որ նորից անդրադառնալ նմանատիպ քննադատությունների լուրջ չէ։ Մենք դեռ կհասնենք, ես եւս մի քանի հարց ունեմ, մինչեւ հասնենք մեր խորագրի կանայք եւ քաղաքականությունը շարքի։ Ես սպասում եմ ճիշտ ասած, ուզում եմ հասկանալ երբ ենք հասնելու բուն։ Բայց մենք ունենք, ես ձեզ ասել եմ, որ մենք ունենք այլ հարցեր, նույնպես քաղաքականությանը եւ ընտրությանը վերաբերող, բայց մի քանի հարց եւ կանցնենք այդ թեմային, բայց դուք բավականին ըստ երևույթին հոգնած եք երևում, այդքան էլ ոգևորությունը չի երևում զորահանդեսից։ Ես ավելի շատ հուզված եմ, եթե անկեղծ լինեմ, ես ընդհանուր մթնոլորտից եւ ամեն ինչից ես ավելի շատ հուզված եմ։ Շատ լավ։ Դուք նույնպես մասնագետը չեք այդ զինտեխնիկայի բարձը, դուք էլ տեսել եք մեր նման զինտեխնիկա, որ անցնում է ինչ որ բազմաթիվ տարբեր տեսակի եւ այլն, բայց ձեր շարքում հավանաբար նստած կլինեին այնպիսի մարդիկ, որոնք կասեին, թե ինչ հզոր են, ինչ ժամանակակից են, ինչ արդիական են, ինչ այդպիսի շշուկներ են հասել ձեզ։ Բայց մեկնաբանություններում բնականաբար ամեն ինչ չէ, որ ասիովին ասում է, այդ դե մեկնաբանում են այնքան, ինչքան որ անհրաժեշտ է ասել եւ հետեւաբար ավելացնելու ոչինչ չունեմ, այն որ մենք ունենք ժամանակակից զինտեխնիկա, դա արդեն իսկ պարզ է եւ մենք շարունակում ենք բանակի արդիականացման այս գործընթացը զինտեխնիկայով եւ դրանից անդրադառնալ կարծում եմ ուղղակի իմաստ չունի, որովհետեւ ամեն ինչ տեսանելի է եղել, ամեն ինչ բոլորը տեսել են եւ այդ զինատեսակների մասին ցանկացած մարդ կարող է արդեն ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ համացանցից։ Եվ այս ձեր տպավորությունը այնպեսին է, որ ձեր այս ոգևորությանը նախընտրական նաև ոգևորությանը, նաև որ պատրաստվում եք այս շքերթին այդ ոգևորությանը, երեք կարծեք թե սառը ցնցուղի պես եկավ հրաձգություն ռուսական կողմից, Ռուսաստանից հայտարարություններն ավելի են խստանում, դուք տեսնում եք կարծեք թե արդեն պահանջի տեսքով են ներկայացվում Հայաստանին եւ նամակ է եկել ըստ երևույթին դա ելեք կարդացել Հայաստան, որ եթե Հայաստանը շարունակի Եվրամիության ինտեգրացումը եւ շարունակի Եվրամիության անդամ դառնալու այդ գործընթացները, գազը կթանկացնենք եւ նման այլ նաև մեր արտահանումները եւ նման այլ պահանջներ ներկայացում Հայաստանին, իհարկե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանեց, որ եւ իր հարցազրույցում եւ այո հանրահավաքի ժամանակ Աբովյանում, որ ԵԱՏՄ-ն չի գնալու ինքնալուծարման ճանապարհով, ինքը ունի բոլոր լիազորությունները եւ արձակուրդներից հետո ամեն ինչ այսպես ասած տեղեկ է դնի, բայց այնուամենայնիվ արդյոք եկել է այն պահը ըստ ձեզ, որ Ռուսաստանը իհարկե նա բացահայտել է ասում կամ Եվրամիություն կամ ԵԱՏՄ, որ ինքն է քայլ ձեռնարկելու եւ չի սпасելու Հայաստանի իշխանություններին, ինչպես դուք եք ասում, երբ մեզ հարմար կլինի այն ժամանակ էլ ԵԱՏՄ-ից դուրս կգանք, ինքը ինչ որ քայլեր կձեռնարկի, որ Հայաստան արդեն ստիպված դուրս կգա կամ դուրս կմնա եւ ոչ թե այն պահին, երբ որ մեզ է հարմար լինելու։ Այնուամենայնիվ այդ հարցերի պատասխանները հնչել են եւ նորից
ես կրկնելու կարիք չեմ տեսնում, այդ հարցերի պատասխանները բազմիցս հնչել են։ Եվ կրկնելու կարիք չեմ տեսնում։ Իհարկե։ Շատ լավ։ Գանք արդեն մեր, այսպես ասած, կանացի, մի քիչ նաև գենդերային, մի քիչ նաև կենցաղային հարցերին, վերջում նաև Վաղուց նման խոսակցություն չի եղել եւ գուցե բայց վերջում զգուշացնեմ, որ մենք վերջում ունենալու ենք նաև նախընտրական տրամաբանության մեջ որոշ հարցեր, հա, Տիկին Դավոյան։ Ես սիրում եմ նախընտրական տրամադրությունները։ Այո։ Եվ դուք Նիկոլ Փաշինյանի հետ եք եղել դեռևս շատ ավելի վաղ, մինչ նա կդառնար վարչապետ, մինչ կուսակցությունը կձևավորվեր, մինչ հեղափոխությունը կլիներ, եւ դուք որպես կին գործիչ նաեւ իր կողմից այն ժամանակ իհարկե քաղաքականությամբ եք զբաղվում, բայց դեռևս պաշտոնյա չեք, այո, ինչ որ ոչ հավասար վերաբերմունք նրա նաեւ շրջապատի կողմից զգացել եք կին տղամարդ զուտ այդ սեռային հարաբերությունների մեջ։ Իրականում չեմ զգացել։ Չէ, մեր կուսակցությունում նման հարաբերություններ անհավասար ես երբեք չեմ զգացել ու միշտ խոսել եմ, միշտ այդ մասին ասել եմ, որ մեզ մոտ ուղղակի հավասար է։ Եթե կամ օրինակ ինչ որ ներքին մրցակցություն, այդտեղ կին տղամարդու մրցակցություն չէ, ուղղակի մրցակցություն է, առողջ մրցակցություն եւ չեմ կարծում, որ նման բան չեմ տեսել։ Վստահաբար ոչ։ Իսկ հանրության մեջ, երբ որ արդեն կամաց եկաք դեպի հեղափոխությունը եղաք, դուք դարձաք պաշտոնյա, падգամավոր եւ այլն, հանրության մեջ զգացել եք ինչ որ խտրական վերաբերմունք ձեր նկատմամբ։ Ես անկեղծ պատասխանեմ ձեր հարցին, շատ անկեղծ։ Շատ անկեղծ, բնականաբար դա ենք ակնկալում։ Ես երբեք չեմ զգացել, գուցե դա իմ բնավորությունից է։ Ես երբեք խտրականություն չեմ զգացել, ես երբեք չեմ մտածել, որ ես կին եմ, նրանք տղամարդիկ են, ուրեմն ես ինչ որ բանով պակաս եմ, գուցե այստեղ ինչ որ հետ քաշվեմ, որովհետև ես իմ շրջապատում տեսել եմ նման գործելավոճ։ Այսինքն դա նաև մի քիչ իմ կարծիքով մարդկային բնույթից է, մարդու բնավորությունից է։ Ես նման կերպ երբեք չեմ վարվել։ Դրա համար եմ ասում։ Չեք վարվել, դուք ձեր նկատմամբ չեք զգացել ձեր գործընկերների կողմից, թե հասարակության եւ հասարակության կողմից ընդհանրապես։ Այսինքն ձեզ եւ օրինակ Սուրեն Պապիկյանին կամ ձեր տղամարդ падգամավորներից որևէ մեկին հավասարապես են հասարակության մեջ ընկալել որպես գործիչ, որպես ինչ որ հարցեր լուծող, որպես խոսքի ծառայության տեսանկյունից։ Գիտեք, այդտեղ падգամավորների հետ կապված կարող եմ ասել, եւ ես դարձել եմ պաշտոնյա, ես հասարակության կողմից իրականում խտրականություն չեմ զգացել։ Գուցե մարդիկ ունեն նախասիրություններ, ինչ որ մեկը այլ падգամավորի է սիրում, այլ պաշտոնյայի է սիրում, նրա հետ է փորձում ինչ որ ձևով հաղորդակցություն ստեղծել եւ ինչ որ հարցով դիմել, բայց ես դες անկեղծ եմ ասում։ Դրա համար եմ ասում, գուցե դա բնավորության հարց է, գուցե բնավորությամբ նախաձեռնողական եմ եւ ես որևէ կերպ ճնշվածություն չեմ ունեցել երբեք եւ հասարակության կողմից չեմ նկատել ինչ որ տարբերություն։ Ամեն մարդ իմ կարծիքով հասարակությունում իր տեղը գտնում է, իր կատարած աշխատանքի եւ ընդհանրապես իր գործունեության շնորհիվ։ Դա այլ է ասել, որ մեր հասարակության մեջ արդեն տարբերությունը կամ գրեթե չկա կնոջ եւ տղամարդու հատկապես կին գործչի, կին պաշտոնյայի եւ տղամարդ պաշտոնյայի նկատմամբ եւ որ եթե անգամ կա նվազագույնի է հասցրել։ Ես կարծում եմ, որ այո, գուցե ես լավատես եմ, չգիտեմ, գուցե ես իմ օրինակով եմ ասում, կարող են այլ կարծիքներ լինել։ Ես իրապես իմ օրինակով կարող եմ ասել, որ ես նման խնդրի չեմ բախվել երբեք։ Շրջաններում ձեր ընտրողների հետ եւ ոչ միայն եւ ասեմ ձեզ շրջաններում շատ ավելի այդ վիճակը նաև ընտրողների հետ շատ այո շատ լավ է։ Դա ձեր նկատմամբ, որ պաշտոնյա եք, իսկ ընդհանրապես։ Գիտեք, ընդհանրապես ես կարծում եմ նաև կանանցից է գալիս այդ ճնշվածությունը, ինչ որ իմ կարծիքը կարող է շատ տարբերվել, որովհետև ես միշտ այդպես եմ մտածել։ Ես միշտ մտածել եմ, որ ես երբևէ որևէ մեկից որևէ բանով պակաս չեմ։ Ես շատ եղբայրներ ունեմ ու այդ միջավայրում եմ մեծացել։ Քեռու տղաները, բոլորը այդ եղբայրները, ու ես փոքրն եմ եղել։ Գուցե այդ միջավայրից է եղել, որ ես որևէ խնդիր երբեք չեմ ունեցել շփման։ Որպես կին եզակի ձեր միջավայրի, ձեր եղբայրների շրջանակներում ձեզ ըստ երևույթին միշտ առաջնահերթություն են տվել։ Գուցե այդպիսի բան էլ կարող է լինել, գուցե դրանից է, որ ես կոմպլեքսներ չեմ ունեցել երբեք։ Ու այդպես ինձ համար շատ հեշտ է ստացվել։
շփումները, քննարկումները, չգիտեմ, ժողովրդի հետ շփումները, նաև ես սիրում եմ շատ։ Ես սիրում եմ այդ շփումները, ես սիրում եմ գնալ, մարդկանց հետ խոսել, փորձել ինչ-որ բանով օգնել, եթե կարողանում եմ իմ հնարավորությունների եւ շատ ժամանակ օրենքի շրջանակներում, որովհետեւ հարցերը կարող են շատ բազմապիսի լինել եւ որևէ կերպ դու չկարողանաս, բայց այդ մարդկանց հետ պիտի խոսել, որովհետեւ ցանկացած պատասխան է, այոն էլ է պատասխան, ոչն էլ, ուղղակի ցանկացած պատասխան պիտի ճիշտ մատուցել, որ քաղաքացին հասկանա եւ դրական արձագանքի։ Էլի ինչպես դուք եք ասում, շատ անկեղծ եղեք, արդյոք իշխանության մեջ եք, դուք իշխանության անդամ եք եւ այս անգամ ոչ, բայց նախորդ անգամ ղեկավար կազմում եք ՔՊ-ի, այո։ Արդյոք որոշումների եւ կուսակցական եւ իշխանության մեջ կայացման մեջ կանանց դերը այսօր մեր երկրում հավասար է տղամարդկանց, թե այնուամենայնիվ տղամարդկանց դեպքում որոշակի հավասարակշռությունը թեքվում է դեպի նրանց կողմը։ Դե նայեք, եթե կուսակցության վարչության մասին է խոսքը, էլի կանայք քիչ են, հետեւաբար եթե քվեարկության հարց է լինում, տղամարդիկ ավելի շատ են լինում, այդպես որ նեն կարող ենք ասել տղամարդիկ ավելի շատ էին, ծանրակշիռ կարծիքը նրանցն էր։ Խտրականություն է կարել տեսեք, վարչության կազմում քիչ են կանայք։ Դե այդ չէ, խտրականություն չէ, բայց մենք պահել ենք տոկոսային հարաբերությունը օրենքով եւ օրենքով։ Դե չեն ընտրվել մարդիկ, ընտրվել են այնքան մարդիկ, ինչքան որ տեխնացիոն դրել էին եւ այդպես գիտեք, ես մի բան եմ նկատել, մենք անընդհատ ասում ենք կանայք, շատ կանայք չեն էլ ուզում խառնվել քաղաքականությանը։ Ինչու՞։ Որովհետև բավականին խանգարում է անձնական կյանքին, ընտանեկան կյանքին, այդտեղ կա ճշմարտություն։ Եվ շատ կանայք ուղղակի զբաղվածության առումով շատ չեն խորանում քաղաքական գործունեության մեջ, որովհետև ինչ որ մի կետից դու արդեն չես կարողանում քո ժամանակի մեծ մասը նվիրել քո ընտանիքին եւ նիստեր, այլ աշխատանքներ եւ այդ ամեն ինչը խանգարում է։ Գուցե դա էլ է պատճառը։ Էդ էլ պիտի նայել եւ դա Հայաստանի Հանրապետության մասին չէ խոսքը։ Եթե դուք դեք աշխարհում ամեն տեղ էլ կանայք ավելի քիչ են քաղաքական գործընթացներում ներգրավված, որովհետեւ նմանատիպ պատճառներ կան իմ կարծիքով։ Եւ դրանք օբյեկտիվ պատճառներ են, սուբյեկտիվ պատճառներ չեն։ Իսկ ինչի՞ այդ նույն պատճառները չեն խանգարում տղամարդկանց, որ կանանց են ավելի շատ խանգարում։ Դե դա արդեն որովհետեւ տղամարդիկ ավելի միշտ էլ այդպես է եղել, իրենք են դրսի մարդ, այսպես ասած, ընտանիքի, եթե տղամարդը քաղաքականությամբ չի զբաղվում, ինչ որ տեղ աշխատում է, էլի օրվա մեծ մաս, ավելի մեծ մասը աշխատանքի եւ ընտանիքի հոգսերը հոգալու հետ կապված է անցկացնում եւ էլի ինչ որ մի բան ընտանիքից պակասում է։ Այդտեղ հավասարությունը չի խախտվում հիմնականում։ Դերերի բաժանումը։ Ես երևի չէ, այդպես է իմ կարծիքով։ Տիկին Դավայան, դուք ազգային ժողովում ունեք նաև կին գործիչներ, որոնք ձեր ընդդիմադիրներն են։ Եվ նրանք դժգոհում են երբեմն, որ դուք իշխանության արդեն դուք որպես կին գործիչ սոլիդարություն չեք ցուցաբերում իրենց նկատմամբ, երբ որ ձեր տղամարդիկ, ձեր գործընկեր պատգամավոր տղամարդիկ քննադատում են նրանց։ Նրանք ակնկալում են ձեր սոլիդարությունը, ինչի՞ չեք դրսևորում։ Սոլիդար են երբևիցե։ Ասում են մենք կանանց նկատմամբ սոլիդար ենք։ Ես չեմ նկատել նման բան։ Երբեք։ Այսինքն երկուստեք էլ սոլիդար չեք միմյանց, միգուցե լինեք, այսուհետ փորձեք։ Դե նայեք, այստեղ մենք խոսում ենք հավասարության մասին, հետո կանեք գալիս ասում են կանեք մեր նկատմամբ սոլիդար չեն, տղամարդիկ մեզ նեղացնում են։ Այդտեղ ուր կոյավ հավասարությունը։ Եթե խոսում ենք ազգային ժողովի падգամավորների մասին, խոսում ենք ազգային ժողովի падգամավորների մասին։ Չենք խոսում ազգային ժողովի կին եւ տղամարդ падգամավորների մասին։ Քաղաքական բանավեճում այդտեղ սոլիդարության հարց չկա։ Իրենք իրենց խոսքն են ասում, մենք մեր խոսքն ենք ասում եւ այնպես չի լինում, որ իրենք հաստատ այլ խմբակցության падգամավորները ինչ որ ավելի այսպես խնամքով են վերաբերվում հակառակ խմբակցության падգամավորներին, հատկապես կանանց, նման բան չկա, որովհետեւ նորից եմ ասում, այդտեղ հավասարություն է։ Ես կարծում եմ, որ մենք անդադ խոսում ենք կնոջ եւ տղամարդու հավասարության մասին, խոսում ենք падգամավոր կին, պաշտոնյա տղամարդ եւ հենց գալիս է ինչ որ մի հատ էսպեսի մի բան, ասում են, օй կանանց իրավունքների, բայց մինչեւ այդ բոլորը հավասար էին։ Ուզում եմ հասկանալ այդ իրավունքները երբ են եւ այդ սոլիդարությունը երբ է առաջանում։ Ձեզ որպես կին գործչի թիրախավորել են երբևէ։ Այո, եւ շատ, եւ հիմա էլ են թիրախավորում։ Ովքեր։
Շատերը։ Ինչու՞մ Ես հատկապես։ ես նաև դատական հայց եմ ներկայացել թիրախավորման համար։ Ինչի համար։ Որովհետև մարդիկ իրենց հաշիվ չեն տալիս, թե ինչ են խոսում եւ խոսելուց առաջ չեն մտածում։ Եվ ում նկատմամբ։ Կա Կին թե տղամարդ Տղամարդ, այո, տղամարդ։ Վիրավորել է ձեզ։ Այո։ Եվ ձեր գործընկերներից ըստ երևույթին։ Ոչ, իմ գործընկերներից չի, ինչ որ մի մեկն է, որը ինձ վիրավորել է եւ ես դատական հայց եմ ներկայացել վիրավորանքի զերծ համար չեմ հիշում արդեն, որտեվ գիտեք երկար են գնում այդ դատական գործերը եւ թիրախավորման ինչ որ հիմար բաներ են անում, ուղղակի պիտի ուշադրություն չդարձնել, բայց երբեմն երբ ուշադրություն ես դարձնում, արդեն սկսվում է դատական process-ները եւ շատ փոշմանում եմ, որ ուշ եմ սկսել։ Շուտ պիտի անեի։ Միայն այդ Իսկ մամուլը, երբ անդրադառնում եք կին գործիչներին, երբ որ ձեզանից փորձում են մեկնաբանություններ, հարցազրույցներ ընդհանրապես կին գործիչների, ձեր գործընկերների վերաբերյալ ինչ որ նյութեր, վերլուծություններ, մեկնաբանություններ գրել, այնտեղ թիրախավորում նկատում եք, թե Ինչ շատ է թիրախավորել մամուլը։ Ինձ անձամբ ինչ շատ են թիրախավորել։ Այո, եւ ոչ միայն ինձ, նաեւ իմ գործընկերներին շատ են թիրախավորել եւ կարծում եմ շուտով որ նիստերը սկսեն կշարունակեն թիրախավորել, որովհետեւ ունեն մի քանի սիրած տենց թիրախավորման օբյեկտներ, որոնց վերաբերյալ անընդհատ ինչ որ հիմարություններ են գրում եւ կանանց կին գործիչներ։ Այո, ես ամենաշատ թիրախավորվածներից մեկն եմ։ Դուք որ թերթեք կտեսնեք։ Երբ որ ինչ որ իրադարձություն է տեղի ունենում, սկսում են կոնկրետ ինձ թիրախավորել։ Կոնկրետ լրատվամիջոցներ։ Այնուամենայնիվ ձեր կարծիքով մեր երկիրը ունի ինչ որ մի բան անելու կանանց դերը ավելի բարձրացնելու համար, թե արդեն ինչպես դուք եք նշում տարբերություն չեք տեսնում եւ բավականին։ Տնեք հիմա եթե ներգրավում արդեն ներգրավված դեր ունեն կանայք բոլոր process-ներում։ Դե տեսեք, երկրի կառավարման բարձրագույն օղակներում բավականին թվով կանայք կան եւ դա տեսնելով արդեն ասել, որ կանանց պիտի խրախուսել, որ ներգրավեն, կանայք արդեն կան, որոնք օրինակ են ծառայում, ես կարծում եմ, այլոց համար, որոնք ասենք ես որ ազգային ժողով երեխաներ են գալիս մեզ հետ հանդիպման, ես իրենց միշտ ասում եմ, որ դուք մի նայեք, որ դուք աղջիկ եք, դուք տղաներ եք, դուք բոլորդ մեր երկրի ապագան եք, դուք մեզ պիտի գաք փոխարինելու եւ որևէ բան ձեզ չպիտի խանգարի։ Որևէ մեկը չպիտի ասի, բայ դու աղջիկ ես խելոք տանը նստի, չէ, դու սենց, դու նենց։ Բոլորը անդադ այդ խոսակցությունները կան եւ իրական օրինակը արդեն օրինակ է։ Երբ որ երեխաները, երիտասարդները, պատանիները տեսնում են, որ կառավարման օղակներում կանայք կան, որոնք քիչ չեն, դա արդեն իսկ ամենալավ ազդակն է, որ խնդիր չկա կառավարման համակարգ կանանց ներգրավելու բարձր օղակներում։ Դուք օրինակ ծառայել եք, այսպես ասած, ձեզանից ցածր սերնդի աղջիկների արդեն համար, կանանց համար քաղաքականություն ներգրավելու ձեր օրինակով ոգեշնչվել են հաջողություններով կանայք եւ ասել են մենք էլ կցանկանանք Արփի Դավոյանի նման հաջողություններ ունենալ։ Դա եթե ես պատասխանեմ այո, մի տեսակ կամա չեմ պատասխանել, որովհետեւ կան նման դեպքեր, ուղղակի անհամեստություն կթվա, բայց այո, մի քանի դեպքեր այդպես եղել են եւ ես նաև խորհուրդ եմ տվել, ասել եմ այսպես արեք, սովորեք, տարբեր ձևով խրախուսել եմ, եղել են նման դեպքեր։ Շատ լավ, ասում եք դժվար է կնոջ համար քաղաքականությունը, աշխատանքը եւ ընտանիք անձնական կյանքը համատեղելը, դա իսկապես այդպես է։ Դուք այդ առումով ինչ դժվարություններ ունեք, կարողանում եք կիսել, համատեղել, թե այնուամենայնիվ մեկը գերակշռում է մյուսին, աշխատանքը կամ քաղաքականությունը գերակշռում է անձնական կյանքին, ինչ ունեք դուք ձեր առումով։ Աշխատանքը գերակշռում է, այո։ Եվ աշխատանքը գերակշռում է 2018 դրանից առաջ այդքան չէ, որովհետև այս ակտիվությունը չկար, բայց այո 2018 թվականի մարտ ամսից, փետրվար ամսից սկսած այո աշխատանքը գերակշռում է իմ կյանքում, բայց ես չեմ բողոքում եւ չեմ դժգոհում, որովհետեւ դա իմ ընտրությունն է, ինձ ոչ ոք չի ստիպել։ Ինչն է հիմա հանգստացնում աշխատանքից հետո ձեզ, ինչով եք լիցքաթափվում։ Ես ինձ լավ եմ զգում մեր տանը, ես սիրում եմ տուն գնալ, ես սիրում եմ իմ բոլոր իմ ամբողջ ազատ ժամանակը, աշխատանքից զատ ժամանակը ես սիրում եմ անցկացնել տանը։ Ես մեն տանն եմ ինձ լավ զգում, իմ հարազատ ջերմ միջավայրում։ Եվ ինչ եք անում այնտեղ։
որ լիցքաթափվեք, օրվա քաղաքական խնդիրներից ազատվեք, միգուցե դա ծանր բեռն է եւ կուզենաք թոթափել։ Չեմ լսում լուրեր, հիմնականում աշխատում եմ չխոսել քաղաքականությունից, օրվա տպավորություններով հիմնականում չեմ կիսվում տանը, երբ գնում եմ տուն այլևս աշխատանքային եւ քաղաքական այդ ամեն ինչը ավարտվում է եւ տանը։ Ես սիրում եմ տանը հանգստանալ։ Տիկին Դավայան, արդեն գանք մեր նախընտրական, տրամադրություններին կամ գործընթացներին, այնտեղ դուք ունեք եւ ուժեղ եւ ոչ այնքան շատ ուժեղ մրցակիցներ, ուժերն են այնքան կան, որ ձեր հետ միասին ազգային ժողովում հավանաբար տեղ կզբաղացնեն եւ անգամ երբեմն ինչու՞ չէ նաեւ տրամադրություններն այնպեսին են, որ այդ ուժեղները կարող այնքան կշիռ ունենան ազգային ժողովում, որ միասին կոալիցիա կազմեն եւ դուք իշխանություն չլինեք։ Ինչ գնահատական կամ ինչ տպավորություն ունեք, արդեն կեսից ավելին անցել է ընտրությունների եւ դուք մարդկանց հետ շփվում եք, ինչ է կանելու այդ դեպքում։ Ունեք այդ հեռանկարը ձեր առաջ կանգնած, որ իշխանություն կարող է չլինեք հունիսի 7-ից հետո։ Մեծամտություն չթվա ոչ։ Ինչու՞։ Դրա համար եմ ասում, մեծամտություն թող չթվա, բայց ոչ չունեմ այդ հեռանկարը։ Որովհետեւ ես հողի վրա տեսնում եմ ինչ է կատարվում։ Ես շփվում եմ մարդկանց հետ ամեն օր։ Եվ հանգիստ կարող եմ իմ տպավորություններով կիսվել, որ ձեր ասածը իրականության հետ այդքան ես չունի։ Տեսեք, ձեր հետ միասին մեր տաղավարում հարցազրույցներ են տալիս նաև ընդդիմադիր գործիչները, երբ նույն հարցը ուղղում ենք նրանց, որ տարբեր հարցումներով իշխանության վարկանիշը շատ ավելի բարձր է, միգուցե դուք չանցնեք ազգային ժողով կամ անցնեք էլ շատ քիչ ներգրավվածություն ունենան, նրանք գրեթե ձեր նման են պատասխանում եւ ասում են ոչ, մենք հաղթելու ենք առնվազն ազգային ժողովում լինելու ենք մեծ չափով ենք ներկայացված լինելու։ Իսկ դուք երբևէ տեսել եք ընտրությունների ժամանակ որևէ քաղաքական ուժ, որը չխոսի իր հաղթանակի մասին։ Հենց այդ տրամաբանությամբ էլ ես ասում եմ։ Դրա համար ասում եմ, դիտարկում եք արդյոք նման սցենար, որ կարող է եւ այդպես էլ։ Դրա համար ես ձեր հարցին պատասխանելուց առաջ ասացի թող մեծամտություն չթվա, որովհետեւ ես ընտրությունները շատ նուրբ process է եւ խոսել, ասել, որ այսպես կլինի, այնպես կլինի, դա ճիշտ չէ։ Սակայն երբ շփվում է ժողովրդի հետ, ամեն օր մենք քայլում ենք ժողովրդի հետ, շփվում ենք, խոսում ենք, տուն ենք գնում մարդկանց հետ, եւ այդ խոսակցությունները ի օգուտ այն գործընկերների չեն, որոնք ասում են, որ իրենք մեծամասնություն են լինելու։ Մենք շատ ժամանակ չի լինում շատ շփվելու, ինչպես դուք եք շրջակայում ամբողջ հանրապետությունով մեկ այդ նախընտրական շրջանում, բայց մենք էլ տեսնում ենք տարբեր համացանցում տարբեր վիդեոներ, տարբեր քննադատություններին ձեզ ուղղված եւ տպավորությունն է, որ այդ մարդկանց այդ բանակն էլ քիչ չի, որոնք առնվազն ձեզ չեն ընտրի։ Գիտեք, այդտեղ մի հատ այլ ներբություն կա, միակ մարդը, որը ուղիղ եթերով քարոզարշավ է անում, դա վարչապետն է։ Եվ ուղիղ եթերով քարոզարշավը ամենաօբյեկտիվ ցուցիչն է, որ դուք կարող եք տեսնել, եւ ընդդիմադիր լրատվամիջոցները ամբողջ օրը նստած այդ լայվերը նայում են, որ այդ լայվերի մեջից 2-3 հոգու են հանում, որոնք մեկը քարտեզ չվերցրեց, մեկը ասեց ինչ որ մի բացասական բան ու սկսում են մի 50 հոգով տարածել լրատվամիջոցներով եւ այնպեսի տպավորություն է ստեղծվում, որ այստեղ իրավիճակը վատ է։ Եթե ընդդիմադիրները կարողանան ուղիղ եթերով քարոզարշավ անել եւ այդ ամբողջ բաները տպավորությունները մարդիկ տեսնեն թե ընդդիմությունից ինչպիսի տպավորություն կա, պատկերը կփոխվի կամ փակ հանդիպումներում որևէ մեկը չի կարող օբյեկտիվ պատկերացում ունենալ, թե երբ որ քո աջակիցների հետ դու գնում ես ինչ-որ միտեղ փակ հանդիպում ես անում, այդտեղ օբյեկտիվ պատկերացում չի կարող լինել։ Սակայն երբ դու գնում ես ինչ-որ մի գյուղ կամ բնակավայր, ինչ-որ մեկի դուրը ծեծում ես եւ ներս ես մտնում, այ դա է օբյեկտիվ քարոզարշավը, այնտեղ ես դու տեսնում քեզ ընդունում են թե չեն ընդունում։ Տեսեք, մեր նախընտրական ու քաղաքական խոսույթը գնալով շատ ավելի նմանվում է մարդեր առանց կանոնների, այսպես ասած, այդ իրավիճակին է նմանվում եւ երկու ստեկ են շատ տհաճ արտահայտությունները միմյանց նկատմամբ, մեկ ասում են իշխանություններն ասում են մենք ընդդիմության ենք պատասխանում իրենց այդ տհաճ բառապաշարին, ընդդիմությունն էլ հակառակն է ասում, բայց արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ ձեզ բոմբ կսատկացնենք եւ այլն շատ ավելի սադրող չեն այս դեպքում եւ իշխանությունը իր իշխանության այսպես ասած դիրքերից ավելի ըմբռնումով չպետք է մոտենա կամ ավելի մեծահոգի չպետք է լինի նման երևույթների։ Իշխանությունը դուք չսադրեք ձեր այդ բառապաշարը։ Ես իշխանությունը ի սկզբանե իր բացունքից պիտի խոսի
ընդդիմադիրների հետ եւ սակայն երբ մենք տեքստում ենք թե այնտեղից ինչ տեքստեր են գալիս, ես ամեն անգամ համբերությունս կորցնում եմ, երբ մի խումբ մարդիկ առավոտից երեկո ասում են, որ Հայաստանի Հանրապետություն գալու են 300,000 ադրբեջանցիներ եւ այդտեղ ես չեմ կարող երաշխավորել, որ ես ինչպիսի բառապաշար կօգտագործեմ ինչ որ մի իրավիճակում հակադարձելու համար։ Երբ ժողովրդի ամենանուրբ զգայարանների հետ խոսում են նման տեքստերով, այդտեղ արդեն ես կարծում եմ, որ իմ պատասխանը դուք կհասկանաք այն դեպքում, եթե դուք լինեք իմ փոխարեն, դուք լինեք այդ հիմարության, այդ կեղծիքի հասցեատերը, եւ ես կուզենամ տեսնել, թե դուք ինչպիսի արձագանք կտաք նման խոսույթին։ Այդտեղ նրբություններ կան բազմաթիվ նրբություններ կան եւ այդ նրբություններին այդ նուրբ հարցերին պատասխանելու համար դու պիտի զգաս այն ամենը, ինչ որ այդ process-ի մեջ զգում են մարդիկ։ Այնուամենայնիվ դուք բացառում եք այն իրավիճակ, երբ որ արդեն խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երբ իրական հաշտեցում ընթանա Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, եւ որ դեսպանություններ մենք ունենանք, արդեն առևտուրը տեղի ունենա եւ ադրբեջանցիներ ցանկանան գան եւ Հայաստանում ապրեն, ինչ է լինելու այդ նկատի ունեմ ինչ է կանելու այդ ժամանակ, երբ որ իշխանության լինեք եւ կարող է դա շուտ լինի։ Ես գիտեք, իրականում մենք նախ պիտի շատ ողջունենք այս խաղաղության գործընթացը, որովհետև ի վերջո Հայաստանի Հանրապետությունը զարգացման ուղի է բռնել եւ մենք ավարտել ենք այս տուրբուլենտության այս 30 տարի մեր երկիրը ոչ մի կերպ չի կարողացել զարգանալ եւ չի կարող փակ սահմաններով որևէ երկիր զարգանալ ու հիմա մենք սկսում ենք խոսել Կիկոսի մահի տրամաբանությամբ։ Դա էլ է նյարդայնացնող, որովհետև անընդհատ խոսում են այս կլինի, այն կլինի։ Աշխարհում պետություններ կան, որոնք հարյուրամյակներով պատերազմներ են մղել։ Դա պատմություն պիտի կարդալ, հասկանալ, որ ի վերջո ամեն ինչի վերջը հաշտությունն է։ Եվ այդ հաշտության արդյունքում մարդկանց մտածելակերպերն են փոխվում եւ այդ հաշտության արդյունքում իրավիճակներ են փոխվում եւ պետք չէ արդեն մի չեղած բանի շուրջ սկսել մտածել այ որ հաշտվեցինք, այ որ սահմանները բացվեցին, այ որ սրանք եկան, այ որ իսկ ով է ասում որ այդ ձեր ասածներն իրականություն պիտի դառնա այդ չարագուշակ սցենարները այդ որտեղ է գրած ինչքան կարելի է ժողովրդին պահել sense ահաբեկման process-ի մեջ ինչքան կարելի է այդ ամեն 70 տարի ոնց են ապրել ես ուզում եմ այդ հարցը ուղիղ բոլորին տալ 70 տարի Հայաստանը եւ Ադրբեջանը ոնց են ապրել որևէ մեկը այդ 70 տարիների վերաբերյալ դաշնակները երևի չեն եղել շատ լավ ապրել են որ անընդհատ խոսեն ասեն հեսա գալու են մեզ ուտեն ինչ որ բաներ հաշտությունը նրա մասին է, որ այլևս հետ չենք նայելու։ Խորհրդային մեծ պետության շրջանակում են ապրել ու այդտեղ խորհրդային կարգերը կամ խորհրդային իշխանությունը ըստ երևույթին որոշակի զսպող հանգամանք եղել է, որ բայց երբ են սկսել իրար հետ ապրել, չէ՞։ 1920 թվականից հետո, բայց 20 թվականին նախորդել էին, չէ՞, բավականին սուր իրադարձություններ, ջարդեր, կռիվներ, այսինքն բախումներ էին եղել բազմաթիվ, եւ այդ բախումներից հետո էլ մարդիկ գուցե ստիպված են սկսել ապրել, բայց ապրել են, սկզբից ստիպված, հետո ապրել են։ Գուցե հետո էլի շարունակեն ապրել, հետո էլի հաշտ, որովհետև տարբեր պատմություններ են, մարդկային պատմություններ են լինում, մենք ականատես ենք լինում կամ լսում եւ կարդում ենք, որ ադրբեջանցին ու հայը նույն գյուղում բավականին հաշտ եւ խաղաղ։ Մարդիկ ամուսնացել են, ընտանիքներ են կազմել, ինչի մասին է խոսքը։ Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆայևի Դուք տեսաք իր գյուղի բնակիչները ինչպիսի կարծիքներ էին հայտնում։ Այո։ Բայց այնուամենայնիվ այդ 300,000 ադրբեջանցիների գալու այդ խոսույթը բավականին ազդեցություն գործել է նախընտրական շրջանում մարդկանց վրա Այսինքն դուք էլ դա հասկանում եք։ Ուղղակի դա այնքան է հերքվել, ես չգիտեմ ինչպես պիտի դա այլևս հերքվի, որ մարդիկ պատասխանատվության կենթարկվեն այդ խոսույթի համար, հետո կհասկանան թե ինչ են արել։ Որովհետև չի կարելի մարդկանց նյարդերի հետ խաղալ անընդհատ ինչ որ հիմարություններով լցնել մարդկանց ուղեղը եւ դրանից ուրախանալ չի կարելի դա անթույլատրելի գործելավոճ է եթե դու ահաբեկելով ես որոշում քո քարոզարշավը կառուցել կամ այդ բանով արհեստական բանականությամբ սարքված խայտարակ հոլովակները ես ուղղակի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինձ վատ եմ զգում որ մեր Հայաստանի Հանրապետությունում կան նման մարդիկ որոնք ունակ են նման հոլովակներ պատրաստելու եւ դրանով մարդկանց գիտակցության վրա ազդելու փորձեր կատարելու համար։ Ես ինձ վատ եմ զգում։
չի կարելի նման բան անել։ Դուք հուսամ տեսել եք։ Մեկը աշխատում եմ չնայել։ Տիկին Դավայան, ձեզ նաև քննադատում են այն բանի համար, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը կամ դուք նորից շարունակում եք հայտարարել, որ նախկին թալանածը հետ կբերենք, որ Ծառուկյանի կամ մյուսների տները կդառնան ծերանոցներ կամ մանկապարտեզներ եւ այլն, ասում են մենք արդեն 8 տարի է սա լսում ենք եւ այս թեման ընտրությունից ընտրություն նախընտրական շրջանում փոխանցվում է մեկը մյուսին եւ որ սա արդեն գործողությունից պարզապես դարձել է քարոզչական ինչ որ միջոց, որը կարող է նաև չազդի մարդկանց վրա, ընտրությունների տրամադրությունների վրա, ինչու է այդպես եւ ինչու է այդ թեման նորից ակտուալ, միգուցե նաև հաջորդ ընտրություններին էլ կարող ակտուալ։ Ես վստահ եմ, որ մենք մեր սխալները կուղենք։ Այսինքն ես համաձայն եմ, որ այդտեղ խնդիր կա, որ մենք ասում ենք, սակայն դեռևս լուրջ արդյունքներ առարկայական, դե ապօրինի գույքով բավականին գումար է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը, սակայն կան մարդիկ, որոնք իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվել եւ ազատության մեջ գտնվել եւ կարծում եմ, որ իրավապահ համակարգը եւ ընդհանրապես մեր դատական իշխանությունը մենք բազմաթիվ անգամ խոսել եւ քննադատել ենք եւ չենք թաքցնում, որ այո, կան խնդիրներ եւ հուսամ, որ մոտակա 5 տարում մենք այլևս կձերբազատվենք այդ խնդիրներից եւ այն մեր բոլոր նախընտրական խոստումները, որոնք տվել ենք 2018 թվականին եւ այն բոլոր այն ամեն ինչի պատճառով եղել է հեղափոխությունը, այդ ամեն ինչը պիտի իր հանգուցալուծումը ստանա։ 26-31 թվականներին։ Հուսամ, այո։ Իսկ ինչն է փոխվել, որ նախորդիվ 21, այսինքն 26 թվականներին չի եղավ, բայց որտեղ 21-ից 25 թվականներին երկաթյա մետաղի ապողպատյան մուրճ բայց 21-ից 25 թվականներին մենք այնքան իրադարձությունների միջով անցանք, որ մենք դեռ վերականգնման փուլում ենք, եկեք խոստովանենք։ 20 թվականի պատերազմից հետո կառավարությունը հրաժարական տվեց եւ 21 թվականին հունիսին տեղի ունեցան ընտրությունները։ Այս ամեն ինչ որ հիմա տեղի է ունենում, մենք վերականգնման փուլում ենք այս 5 տարում, դա որևէ մեկը չի կարող հերքել։ Հայաստանի Հանրապետությունը փորձում է ոտքի կանգնել եւ կարծում եմ մենք հաջողել ենք շատ ու շատ հարցերում, ես վստահ եմ, որ հաջողելու ենք եւ ես ավելի քան վստահ եմ, որ շատ ավելի լավ է լինելու, ոչ թե այսպես խոսքերով եմ ասում, որ մեր ընդդիմադիրներն են, չէ, որ ինչ որ հարց են տալի, ասում են, այս հարցը ոնց եք լուծելու, ասում են լուծելու ենք, ոնց եք լուծելու, ասում են դե մի բան կանենք, մի բան կլինի։ Այդ դրամաբանության մեջ չեմ ասում, որովհետև կան հստակ գործընկերային հարաբերություններ, որոնք կյանքի են կոչվում եւ այդ կյանքի կոչվելու ամբողջ process-ը յուրաքանչյուրը կզգա Հայաստանի Այ դուք ասում եք մեր սխալը կուղենք կամ մեր չարածը կանենք, արդեն եթե ընտրվեք այս հունիսի 7-ի ընտրություններից հետո, ինչպես։ Մենք բարեփոխում Ինչու եք վստահ։ Որովհետև մենք մեր նախընտրական ծրագրում ունենք նաև մեր բարեփոխումների պլանը եւ այո պիտի իրականացնենք։ Վստահ ասելով ես վստահ ասում եմ, որովհետև դա աշխատանք է պահանջում եւ այդ աշխատանքը պիտի կատարել։ Այդ աշխատանքը պիտի կատարել հստակ քայլերով եւ անդադ հաշվետու լինել ժողովրդին, ոչ թե ասել մի բան կանենք, մի բան կլինի, ինչպես ասում են։ Այդ աշխատանքի արդյունքում ինչ է լինելու։ Ես հուսով եմ, լիահույս եմ, որ այդ աշխատանքի արդյունքում մեր բոլոր նախընտրական խոստումները, որոնք 21 թվականին ենք տվել եւ դեռևս չի իրականացել, կիրականանան եւ Պողպատյան մանդատի տրամաբանությունը կաշխատի այս անգամ։ Եվ ովքեր պետք է վախենան։ Ես կարծում եմ պիտի վախենան այն մարդիկ, ովքեր խնդիր ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետ։ Տեսեք, արդեն կանխատեսումներ կան, որ ընդդիմադիր դաշտից ասում են, որ չեն ճանաչի, եթե իրենք չհաղթեն, եթե կամ դուք հաղթեք, եւ արդեն կանխատեսումներ կան կամ մտահոգություններ կան, որ ընտրություններից հետո միգուցե բախումներ լինեն, փողոցային շատ լուրջ պայքարներ տեղի ունենան, դուք չասեմ պատրաստ եք դրան, բայց կլինի ձեզ նման իրավիճակ Հայաստանում։ Նա ես կարծում եմ ընդդիմությանը ընդհանրապես ընտրությունները պետք չեն, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ ընտրությունների արդյունքում իրենք հաջողության չեն հասնի եւ այդ մասին բազմիցս իրենք ասել են եւ նաեւ այն ձայնագրություններում կար Բագրատ Գալստանյանի, որ ասում են ընտրություններով սրանց որևէ կերպ չենք կարող հաղթել։ Իրենք այդ տրամաբանությունը շատ լավ գիտեն եւ իրենց հետաքրքիր չեն ընտրությունները։ Դրա համար ընտրություններից ամիսներ առաջ սկսվեցին պատվիրվել հացումներ, ինչ որ երևակայական, որտեղ կա անդիմության բարձր ռեյտինգը, իսկ իշխանության ռեյտինգը շատ ցածր է, անդադ դրա մասին է խոսվում
Եվ հետո իրենք արդեն նախապատրաստում են եւ զգացում են, որ կա նման սցենար, որ իրենք կասեն, մենք չէինք ասում, որ մեր վարկանիշը շատ բարձր է, հիմա ընտրությունների ընթացքում, ընտրությունների արդյունքում մենք ցածր ձայներ հավաքեցինք, ուրեմն ընտրությունները կեղծել են, այդ ամեն ինչը անելու են իրենք, որովհետեւ իրենք ամեն ինչի ընդունակ են։ Իրենք ընտրություններն իրենց համար գործիք չէ իշխանափոխության, եւ նույն Ռոբերտ Քոչարյանը որորես մի հատ հայտարարություն արեց, ասելով, որ ընտրություններից հետո եթե ընտրությունների արդյունքները այլ լինեն, հեղափոխություն պիտի լինի։ Ռոբերտ Քոչարյանը լինելով Հայաստանի Հանրապետության նախագահ այդքան տարի չգիտի, որ հեղափոխություն չի լինում ժողովրդավարական պետություններում։ Դա քաղաքագիտության ամենատարրական կանոններից մեկն է։ Հեղափոխություն չի լինում ժողովրդավարական երկրներում։ Հեղափոխություն լինում է բռնատիրական երկրներում կամ այն երկրներում, որտեղ ժողովրդավարությունը բացակայում է։ Այսինքն նա սպառնում է Հայաստանի Հանրապետության։ Ես կարող եմ այդպես գնահատել նրա այդ խոսքերը։ Լավ, տեսեք, իշխանությունը կամ իշխանամերձ որոշ գործիչներ ասում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման այդ ժամանակ, երբ որ Պուտինն ասաց, որ ռուսամետ ուժերը մասնակցեն Հայաստանի ընտրություններին, դրան արդեն շաբաթներ հետո հետևեց այսօր 3 կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը ընտրություններին Նիկոլ Փաշինյանին, եւ երբ որ այն ժամանակ էին ասում, որ Պուտինը միջամտում է Հայաստանի ընտրություններին, հիմա էլ ձեր մրցակիցներն են ասում, որ Թրամփն է միջամտում ընտրություններին կամ աջակցում է Նիկոլ Փաշինյանին այս ընտրություններին։ Արդյոք արդեն հավասարակշռվեց այս իրավիճակը։ Բայց Թրամփը չի բարեխոսել որևէ մեկի համար։ Թրամփը ԱՄՆ նախագահն է, որը գործընկերային հարաբերություններ ունի ԱՄՆ գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի Հանրապետության հետ եւ գործընկերը հաջողություն է մաղթում։ Այդտեղ որևէ կերպ խոսել ասելով, որ մարդեն բերում, այսպես ասած, մի քիչ անտրամաբանական է, այդ խոսակցությունը ավելի շուտ է, երբ որ եվրոպացիները, եվրոպական գործընկերներն ասացին, որ հիբրիդային պատերազմի հետ կապված օգնություն են ցուցաբերելու Հայաստանին, նորից էլ դիմադիրներն ասացին, որ եվրոպացիները խառնվում են եւ գուցե իրենց նկատմամբ ճնշումներ լինեն։ Ես կարծում եմ, որ եթե հակաօրինական որևէ գործողություն չլինի, որևէ մեկի վրա ճնշումներ չի կարող գործադրել։ Ինչ են դիմադիրները իրանց վրա վերցնում, բան են պատրաստում։ Բան են պատրաստում։ Ես եմ հարցնում, բան եք պատրաստում։ Ես էլ ձեզ եմ հարցնում, ես էլ իրենց եմ հարցնում։ Դե որովհետև ես ինչու եմ ասում, որովհետև իրենք ասում են, այ մեզ էսպես կանեն, այնպես կանեն, բան եք պատրաստում։ Ինչ կարող են պատրաստել։ Դե ասում են փողոցային պայքար պիտի լինի, հեղափոխություն պիտի անենք։ Գիտեք վատը որն է, որ մեր ընդդիմադիրները շարունակում են նախկին իշխանությունների տրամաբանությունով աշխատել։ Այսինքն իրենց համար ժողովրդի կամքը մեր ընդդիմադիրների կարկառուն մասը նախկին իշխանություններն են։ Չէ, բա դրա համար եմ ասում, նախկին իշխանությունների տրամաբանությամբ են շարունակում աշխատել։ Իրենք չեն հասկանում, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն լինել չլինելը որոշում է ժողովուրդը։ Եվ ժողովուրդը գնում է ընտրության։ Եթե ժողովուրդը ընտրության չգնա եւ չընտրի որևէ մեկին, այդ հացը ուրիշ է։ Իրենք էլի ասում են մենք էս կանենք, դուք ով եք։ Ով եք դուք։ Դուք ինչ որ մարդիկ եք, որոնք անընդհատ ուզում են իշխանափոխության սցենարներով առաջ գնալ, ահաբեկչությամբ, սրանով, նրանով։ Իրենք չեն հասկանում, որ առաջին հերթին որևէ ուժ ինչ որ բան անելու համար պիտի ունենա ժողովրդի աջակցություն։ Սակայն ժողովուրդը ձեզ համար ով է։ Դուք ժողովրդին արհամարում եք, ես չեմ ուզում կրկնել այն խոսքերը, որով իրենք մեղադրում են ժողովրդի մասին խոսում են։ Այս ձայնագրությունները մտակաշարքի հետ կապված դուք տեսնում եք փողբաժանողները ոնց են խոսում ժողովրդի մասին։ Իրենց համար ժողովուրդը շունշանգյալ է։ Երեկվա ձայնագրության մեջ մի խումբ ալկաշներ էին։ Դրանից առաջ ինչ որ էշեր էին։ Կներեք իմ բոլոր արտահայտությունների համար ես ուղղակի կրկնեցի այն ինչ որ կա, այսինքն փողը տալիս են մարդկանց, որոնց իրենք համարում են նմանատիպ ինչ որ բաներ, մարդկանց։ Տիկին Դավոյան, տեսեք, այդ ձայնագրությունները գրեթե ամենօրյա ռեժիմով կամ երբեմն օրվա մեջ ոչ մի հատ է հրապարակվում եւ արդեն ընդդիմությունը ասում են, որ այսպիսով իշխանությունները ձայնագրությունները իր հերթին ընդդիմությունները ասում են այսպիսով իշխանությունները հող են նախապատրաստում, որ այդ ձայնագրությունները այն ուժին, որ վերագրում են նրան ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու կան նման։ Ես չունեմ նման տեղեկատվություն, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ուժ պիտի մտածի, թե ինչպես է
հանդես գալի ժողովրդի մոտ, եթե դու փող ես բաժանում, դու համատարած փորձում ես փող բաժանել, որպեսզի քեզ քվետան, ուրեմն դու ժողովրդի աջակցություն չունես, հետեւաբար ինչ ես անելու ընտրություններից հետո։ Գալու են ասեն այդ ճակաշարքի ձայնագրությունները կեղծ են, տարեք փորձաքննության։ Իրենք լավ գիտեն, որ կեղծ չեն։ Մենք ճանաչում ենք այդ մարդկանց, ախր այդ մարդիկ, ովքեր բտնվում են նաև ինչ որ տեղերում են, չէ՞, ապրում, որոնց մենք ճանաչում ենք։ Մյուս կողմից էլ ասում են այդ ձայնագրությունները, այդ փողային խնդիրները շատ ավելի վաղ է կուտակվել քննչական մարմիններում եւ հիմա ամենօրյա ռեժիմով կարծեք թե թույլ, այսպես ասած դոզավորված բաց է թողնվում նախընտրական շրջանում ու տպավորություն ստեղծել է, որ դրանք թարմ են։ Բայց այնտեղ ամսաթվերը նշվում, այդպես չի։ Մայիսի մասին կա ինչ որ խոսակցություններ, չէ, ես այդպես չեմ կարծում։ Գուցե ինչ որ ձայնագրություններ մի ամիս կամ երկու ամիս առաջ են եղել, սակայն ինչ տարբերություն։ Դրանից իրավիճակը փոխվում է կամ խոսակցության բնույթը փոխվում է, այսինքն դուք ավելի շուտ եք սկսել պատրաստվել։ Գուցե նյութերը պատրաստվել են այն ժամանակ են պատրաստ եղել, երբ հիմա են, երբ հրապարակվում են։ Իսկ ով ասաց, որ դա ինչ որ նախընտրական ուղղակի խնդիր է, դա մեծագույն խնդիր է, որ նորից շարունակում են 99, 2000, 2008 թվականների, 2017 թվականների գործելավոճ, որտեղ ուրիշ բան չեն կարող անել այդ մարդիկ։ Որովհետև այսքան տարի էլ չկարողացան դուրս գալ մարդկանց մեջ քայլել։ Ես գիտեք ինչ եմ ասում մեր Քարոզ Արշավի ժամանակ։ Եվ հիմա էլ եմ ուզում ասել, մարդիկ, որոնք հիմա պայքարում են իշխանության համար, որոնք նախկին իշխանություններն են, նրանց մնացորդներն են եւ այլոք, այնքան բան չեն արել 30 տարվա ընթացքում, որ գան քաղաքացուն պատմեն, էս են կարել, այն են կարել եւ քաղաքացին հիշի եւ իրենց ձայն տա։ Իրենք ոչինչ չեն արել։ Ասելիք չունեն, հասկանում եք։ Այդ մարդիկ ասելիք չունեն։ Ես կուզենամ դուք մի հատ շփվեք մարդկանց հետ, գաք մարզերում խոսեք, տեսեք մարդիկ ինչ են ասում։ Նրանք Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները կամ թիմակիցները հրապարակեցին այդ դպրոցների մանկապարտեզները, երբ որ վերանորոգման դուք թվեր եք ներկայացնում 500 եւ 300, նրանք հրապարակեցին, որ Քոչարյանի իշխանության տարիներին նույնպես 100 քանի 140 մոտավորապես մի քիչ էլ ավելի դպրոց է կառուցվել։ Լիլիթ Գարլստյանը պատգամավոր հրապարակեց այդ մի օրինակը այս պահին հիշեցի։ Ես սովորել եմ մի դպրոցում, որը երկրաշարժից փլվել էր, մենք տնակներում էինք սովորում, հետո մեր դպրոցը վերակառուցեցին կամ վերանորոգեցին, չգիտեմ, շենքային պայմանները կար, մեր դպրոցում գազ չկար, մենք վառարան էինք վառում, պարբերաբար այդտեղ ծխի մրի մեջ, այսինքն վերանորոգել էլ։ Հիմա գնանք մեր դպրոցը ցույց տամ ինչ վիճակում է, որտեղ ես սովորել եմ հիմա, եւ որտեղ որ ես ավարտել եմ մեր դպրոցը, մենք ինչ պայմաններում ենք ավարտել։ Հա, շենք ա եղել, այս շենք եղել է, հա, ինչ որ շենք ա եղել, նստարանները նոր չեն եղել իհարկե, մենք սովորել ենք այդ սովետական մնացած, այն որ դուք էլ գիտեք այդ նստարաններն ինչպիսին են լինում, գրատախտակները եւ ընդհանրապես։ Կարելի է այդպես գլուխ գովալ, թե քանի մանկապարտեզ են վերանորոգել։ Իսկ ինչ վիճակով են եղել դրանք։ Կարելի է ասել, բայց ճանապարհները մեզ ձեռ են առնում, ասում են դե դուք ճանապարհներ եք սարքել, 5000 կիլոմետրից ավել ճանապարհ ենք սարքել։ Եթե 30 տարում Ռոբերտ Քոչարյանը հիշում է Լինսի հիմնադրամով սարքած ճանապարհները, Լինսի հիմնադրամով սարքած ճանապարհները Ռոբերտ Քոչարյանը կարող է հիշել, իսկ ինքը ինչ կապ ունի Լինսի հիմնադրամի հետ։ Ինքն է պետությունն է Լինսի հիմնադրամը։ Իրագործումն է պետությունը արել։ Բայց ֆինանսներով է տրամադրել։ Ֆինանսները բնականաբար հետեւաբար Քրքորյանի Ռոբերտ Քոչարյան մի հատ պատմություն կա Վանաձորում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական բաներից մեկի ժամանակ ես վերջերս էին պատմում վանաձորցիները, որ գալիս է Քարոզ Արշավի, չեմ հիշում որ թվականները, դե պարզ է 90-ական նախագահության կամ այդ նախընտրական որ բանը այնտեղ Քիմ գործարանը որ կա, ինչ որ մեծ այդ խողովակների տակ կրակ են վառել, որ իբրև բանը Քիմ գործարանն աշխատում է, տակը բան են վառել, ինչ որ ռեզին է, չգիտեմ ինչ էր, որ ծուղ դուրս գա, այո, որ Քիմ գործարանը աշխատում է, այդ վիդեոներով նկարահանել, ամբողջ Վանաձորն այդ պատմությունը գիտի, բոլորը այդպես հումորային մի հատ հետաքրքիր պատմություն է, բայց այդ Վանաձորի վիճակն ինչ է հիմա բայց այդ գործարանները, այդ ամեն ինչը, այդ գույք պատքի դիմաց Ռոբերտ Քոչարյանը ուղղակի խոսելու բան չունի, հələ մարտի 1-ի մասին ես այս պահին չխոսեցի։ Ռոբերտ Քոչարյանը երես ունի դուրս է գալիս մարդկանց մոտ Քարոզ Արշավ անում։ Հասկանում եք, ասում է Լինսի հիմնադրամով ճանապարհ ենք սարքել։ Լուրջ եք ասում։ Լինսի հիմնադրամով ով ասես ճանապարհ կսարքեր։
Ում էլ հանձնարարային, որ հիմնադրամի գումարները կառավարեր, ճանապարհները սարքեր, կսարքեի։ Տիկին Դավոյ, ընդդիմության դեպքում, երբ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս ընտրություններին դուք պետք է դուրս շպրտվեք քաղաքական դաշտից, դուք պետք է չլինեք ազգային ժողովում, ես միտքն եմ ասում, Բառացի Կավաչը հիշում, նրա մեջ բերած խոսքերը, արտասանած խոսքերը, ընդդիմությունը ասում է, որ այսպիսով իշխանությունները սպառնում են եւ այսպիսով կանխորոշում են ընտրությունների ելքը եւ ասում են, որ մենք ասում են, որ թույլ չենք տա, որ ընդդիմությունը մտնի ազգային ժողով։ Թույլ չենք տա, ի՞նչ է նշանակում։ Իրենց իմացած թույլ չենք տան չի դա։ Իրենք թույլ չէին տա ցանկացած պարագայում, ինչպես թույլ չտվեցին, դուք նորից ինձ ստիպեցիք, որ ես խոսեմ մարտի 1-ի մասին։ Այդ ժամանակ թույլ չտվեցին։ Թույլ չտվեցին եւ ոնց թույլ չտվեցին։ Մենք ժողովրդի հետ խոսում ենք եւ այդպես ժողովուրդը թույլ չի տա։ Երբ մենք վերջերս մի գյուղում քարոզարշավի էինք, մի հատ մատ եկավ, ասես կլինի ես ելույթ ունենամ։ Դե իհարկե։ Ինքը բացրախոսով խոսեց, ասեց 8 տարիա գնում գալիս, ասում են Նիկոլ հեռացիր, չեն հասկանում, որ Նիկոլը մենք ենք, մենք մեր երկրից ուր հեռանանք։ Ես այդ մարդուն չեմ ճանաչում։ Հետո խոսեցինք բան, ասեց տրակտորը քշում էի, անջատեցի, եկա, ասեցի մի երկու բան խոսամ գնամ։ Այդ է Հայաստանի Հանրապետության, նա է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը իր գործը թողում է, գալիս ասում է կրնի երկու բառ ասեմ, սրտիցս է ու գնամ էլի իմ գործերով։ Երբ որ մեր ընդդիմությունը, մեր էլ ասում եմ, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ այլոք, այդ Կալուգայի մաները, երբ որ հասկանան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ասում է, ես ուր գնամ իմ երկրից, ես եմ իմ երկրի տերը, ես եմ Նիկոլին ընտրել, ես գնալու տեղ չունեմ, Նիկոլը ժողովուրդն է, այդ ժամանակ կարող է ինչ-որ մի բան աշխատի, չեն հասկանում, չեն ուզում հասկանալ, այդ է խնդիրը, օրգանական կապ չունեն մեր երկրի հետ, օրգանական կապ չունեն ժողովրդի հետ, որովհետև դուք լավ կհիշեք, քանի որ մի քիչ տենց անձնական խոսակցություն է, բայց իհարկե շեղվեց նախընտրականի, դուք կարող եք ասել, երբ դուք ավելի երիտասարդ եք եւ ես ավելի երիտասարդ եի, քանի падգամավոր մոտիկից տեսած կլինեիք։ Ես շատ, որտեղ իմ աշխատանքը падգամավորների Եթե աշխատանքից դուրս, ես որպես քաղաքացի, ես քանի падգամավոր եմ մոտիկից տեսել, ոչ մի, երբեք, որովհետև գալիս էին գնում էին, ոչ մեկ չգիտեր այդ մարդիկ ընդհանրապես հեռուստացույցից այն կողմ էին։ Իմ հեռախոսի համարը բոլորն ունեն, զանգում են, այնքան քաղաքացիներ են զանգում։ 2018 թվականից եւ իմ հեռախոսի համարը չեմ փոխել եւ չեմ փոխել։ Կանայք չեն զանգում տղամարդկանցից դժգոհելու համար։ Ընդհանրապես Թե ուզում են տան խնդիրները դուրս չհանել։ Ընդհանրապես նման, չէ, ընդհանրապես նման խոսակ անկեղծ եմ ասում, երբևիցե։ Տղամարդիկ ավելի շատ են զանգում, գիտեք, իդեպ, տղամարդիկ ավելի շատ են զանգում, այո, չեմ կարող ասել։ Ինչ որ հարցեր լուծելու, տարբեր խնդիրներով, ինչ որ չգիտեմ, բայց նախընտրական փուլի մասին չի խոսքս, էլի, հանկարծ չմտածեք նախընտրական փուլի մասին է խոսքս, ոչ։ Չգիտեմ, ինչ որ հաց, ինչ որ բան, գրում են շատ։ Եվ այո, ես հիմա այս պահին համեմատական արեցի, որ հա, տղամարդիկ ավելի շատ են։ Վերադառնալով այլի կանացի թեմաներին, կանանց խնդիրներին, դուք կհիշեք ձեր падգամավոր եղած ժամանակ, որ այս թեմային վերաբերվող, այս խնդրին վերաբերող ինչ որ հարց եք լուծել, գլոբալ հարց, կանանց խնդիրների վերաբերյալ։ Չէ, ընդհանրապես, ես անկեղծ եմ ասում, ոչ, ինձ նման հարցը։ Չեք տեսել եւ չէ, ինձ որևէ նման հարց չեմ հիշում։ Այս հաղորդումը հարցազրույցը միգուցե ձեր մոտ մտքեր առաջացնի, եթե նորից գաք իշխանություն եւ դուք նորից լինեք падգամավոր կամ միգուցե գործադիրում մեկ այլ ոլորտում աշխատեք կամ ղեկավարեք, կմտածեք կանանց խնդիրների թեթևացման մասին կամ ինչ որ մի քայլ ձեռնարկեք։ Ես կոչ եմ անում կանանց, նախ եւ առաջ ինձ համար կարեւոր է շփումների առումով, ես իրենց միշտ ասում եմ, որ պիտի սովորել առաջին, ամենակարևորը։ Ես ավարտեցի, հիմա մտածում եմ, քանի որ 1 տարի է ոչ միտեղ չեմ սովորում, մտածում եմ, այլ որտեղ կարելի է ընդունվել եւ սովորել, որովհետեւ ես ձանձրանում եմ, եթե ինչ-որ միտեղ չեմ սովորում, դա իմ 3-րդ կրթությունն էր, հիմա մտածում եմ 4-րդի մասին, հա։ Բայց այդքան համատեղել անընդհատ կամ մեկը կտուժի կրթվելը անորակ կդառնա կամ աշխատանքը կտուժի։ Հավատացեք ոչ, ընդհակառակը։ Ես անընդհատ ինչ-որ անընդհատ նոր բաներ եմ սովորում, որովհետև վստահ եղեք, որ 3 տարի առաջ, 4 տարի առաջ եւ հիմա
ինչ-որ բան սովորել, էլի իրավիճակը փոխ։ Կարող է դա տղամարդիկ են ստիպում ձեզ, ես նորից տանում Ոչ եմ մեկ այս ոչ մի բան հակադրությանը, երբեք չի կարող ստիպել, չէ։ Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում կրթության մասին եւ շատ է հորդորում կրթվելու, երբեմն հրապարակումներ կան, որ ստիպել է պարզապես Ես իմ առաջի կրթությունը ստացել եմ Վանաձորում, մանկավարժական համալսարանում ավարտել, այո, հոգեբան, աշխատել եմ դպրոցում 5 տարի, իմ մասնագիտությամբ Հետո չէ, հետո ես 2018 թվականին հեղափոխությունից հետո ընդունվեցի քաղաքագիտության բաժին, ես քաղաքագիտության մագիստրատուրան ավարտեցի, պատերազմի ժամանակ եմ ավարտել, հետո իրավագիտությունը ընդունվեցի, հա, վերջում էր իրավագիտությունը, որտեղ պետաիրավական հանձնաժողովում էի, ես մտածեցի, որ դա շատ կարևոր է եւ ինձ պետք է։ Հիմա մտածում եմ մի այլ քան որ դասավանդում եմ նաև, ես հանրային կառավարում եմ դասավանդում եւ այս պահին հանրային կառավարումը բավականին հետաքրքրել է ինձ, մտածում եմ նաև այդ ուղղությամբ գուցե շարունակեմ ինչ-որ մի բան։ Հա, այո։ Քաղաքականությունից դուրս գաք եւ արդեն դասավանդում։ Դասավանդելը չի խանգարում, համատեղում եմ, որ նորից շատ հաճելի է։ Այդ ամենի մեջ դժվար թե չտուժի ընտանեկան խնդիրները։ Դե հա, ես ուղղակի երբեմն ընտանիքի համար իմ ինչ-որ լավ բան պատրաստելը թե չկա այդպեսի բան չկա ձեր օրակարգում կամ կենցաղում։ Վաղուց չկա։ Պետք է պատրաստեն իր համար եւ ինքը։ Չէ, իմ համար չէ, բոլորի համար։ Եվ վաղուց ուղղակի այտենց երբեմն ստացվում է, երբ որ հավես եմ ունենում, բայց վաղուց չէ։ Չկա։ Ցավոք։ Ավարտին ինչ կմաղթեք այս գեղեցիկ օրով, ես նորից առանձնացնեմ մեր կանանց։ Նախ նորից ուզում եմ շնորհավորել նորից Հանրապետության օրվա առթիվ եւ ես համարում եմ այսօր հպարտության օր, ես այսօր շատ հպարտ եմ, ես ինձ շատ երջանիկ եմ զգացել այսօր Հանրապետության հրապարակում։ Ձեր տրամադրությունը այդպես էլ չբացվեց ողջ զրույցը։ Չէ, իմ տրամադրությունը շատ բարձր է, իմ տրամադրությունը առհասարակ վատ չի լինում, ես դες ուզում եմ ասել, հա, դա շատ հազվադեպ կարող է լինել, որ իմ տրամադրությունը վատ լինի, այդպեսի բան չկա, ում էլ հարցնեք, նման պատասխան կստանաք իմ մասին։ Կանանց մաղթում եմ, որ լինեն համարձակ, լինեն ինքնավստահ, երբեք չընկրկեն որևէ իրավիճակում, բոլոր մարտահրավերները ընդունեն այնպես ինչպես կա եւ ուժեղ լինեն, որովհետեւ այս աշխարհում որևէ բան չկա, որ անհաղթահարելի լինի։ Ինձ համար իմ առջև դրել եմ այդպիսի մի նպատակ, որ անհաղթահարելի ոչինչ չկա։ Ուղղակի պիտի կամք, ուղղակի պիտի լինի կամք, պիտի լինի աշխատանք եւ հուսահատվելը բացառում եմ որևէ կերպ, որտեղ հուսահատությունը արդեն որևէ տեղ չտանող ճանապարհ է։ Պիտի երբեք չհուսահատվել ոչ մի պարագայում։ Մենակ մի բան կա, որը անդառնալի է, դա մարդու մահն է։ Մնացած ամեն ինչը հաղթահարելի են։ Եվ բոլոր հաջողության հասած մարդկանց պատմությունները դրա մասին են խոսում։ Իսկ ինչու են աշխարհում շատ քիչ մարդիկ հասել հաջողության։ 8 միլիարդի մեջ, 7 միլիարդի մեջ, որովհետև մարդիկ կեսից հիասթափվում են։ Որովհետև հանգամանքների զոհ են դառնում։ Որովհետև հանգամանքները երբեք պիտի չորոշեն, պիտի դու որոշես եւ ստեղծես հանգամանքներ, որոնք կնպաստեն քո երազանքներին։ Եվ միշտ ամենակարևոր բանն եմ ուզում մաղթել, միշտ երազեք, որովհետև երազանքները իրականանալու հատկություն ունեն։ Շնորհակալություն Տիկին Դավոյան։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում էր քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր եւ պատգամավորի թեկնածու Արփի Դավոյանը։